44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը առաջարկում է ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպել, որ մեջբերեն պայթեցնի պատերազմի մասին շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ 2020-ի աղետալի պատերազմից արդեն 6 տարի է անցել, ու բարձրաստիճան զինվորականը նախընտրական այս փուլն է համարում իրականության հետ առերեսվելու ժամանակը։ Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ շահարկելով իմ անձը։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես գերադասելով ազգային եւ պետական շահը զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար առաջարկում եմ ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Գլխավոր շտաբի նախկին պետ Գասպարյանը ցանկանում է, որ քննարկմանը ներգրավվեն 44-օրյայի ընթացքում քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոն զբաղեցրածները, ինչպես նաեւ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող գործիչները, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ այս հարցով քննարկում կազմակերպելու իրավասություն ունի, Ազատությանն ասաց, Գասպարյանի առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում 2 օր պատասխանել է հարցերի եւ դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաեւ իր նկատառումները։ Հիմա ինչ է ուզում, արձագանքեց Քոչարյանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար 2022-ին ստեղծված քննիչ հանձնաժողովը անցած տարի ավարտեց աշխատանքը, սակայն զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, ուղարկվեց խորհրդարանի գաղտնի բաժին։ Անհետ կորածների հարազատները մինչ օրս պահանջում են բացահայտել այդ փաստաթուղթը։ Քննիչ հանձնաժողովը միակ ձևաչափն էր, որտեղ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է պատերազմի մանրամասները։ Նրա մասնակցությամբ նիստեի դեպ տպավորել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Ես հասկացա, որ ինքը ի վիճակի է ոչ միայն անի վերլություններ, արձանագրի փաստեր, այլ նաև իր անցած ճանապարհով կարա նաև մեր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն մասնակցությունը։ Թե 3 տարի անց ինչ հարցերի է ուզում անդրադառնալ նախկին բարձրաստիճան զինվորականը, որոնց մասին չի խոսել քննիչ հանձնաժողովում, պարզ չէ։ Գասպարյանը նաև չի հստակեցրել կոնկրետ ինչ սուտ է ցանկանում բացահայտել, որ վերջին օրերին լսել եւ վրդովվել է։ Պաշտպանության հանձնաժողովին դիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանի կարծիքով այս առաջարկի հավանական պատճառն այն է, որ 44-օրյայի ցանկացած դրվագ առնչվում է Օնիկ Գասպարյանին։ Իսկ վերջին շրջանում հենց Գասպարյանի գործողություններն են քննարկվել, այդ թվում խորհրդարանում։ Օհանյանը խոսել է փաստերի մասին, այն իրողությունների, որոնք հանրային առումով արձանագրված են, միգուցե դրանցում կան տարբեր նրբերանգներ, դրանում կան տարբեր չբացահայտված որոշումներ կամ հրամաններ, բայց այն ինչ որ առկա է դաշտում, Օհանյանը ներկայացրել դրա վերաբերյալ իր վերլուծությունը, որը բավականին ռացիոնալ է։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրերս խորհրդարանում հենց վարչապետի ներկայությամբ էր պնդել, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը պահել են։ Պատերազմն ավարտվել էր մոտ 2 շաբաթ անց, նոյեմբերի 9-ին։ 1 ամիս պահել են, այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Եվ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են ՊԲ-ն եւ մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք ձեր պատասխանատվության գոտովա Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր, Բերթաձոր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ, Գորիս, Կապան եւ Մեղրի այդ սահմանները։
Վարչապետ Փաշինյանը իր ելույթում չէր պատասխանել Օհանյանին, որը պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքով է ադրբեջանական զորքը հասել Շուշի։ Ինքը Փաշինյանը դեռ 2021-ի քարոզարշավին զգուշացնում էր, թե Շուշիի անկման համար պետք է պատասխան տա Օնիկ Գասպարյանը։ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու։ Շուշիի համար է պատասխան, ինքը ինձ պետք է ինչ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով, օր ու կես ուշացումով տեղ հասել։ Օնիկ Գասպարյանը ոչ միայն դատարանում, այլ առհասարակ մինչև օրս հանրությանը հետաքրքրող հարցերի հրապարակային չի անդրադարձել։ Նախկին մի շարք բարձրաստիճան զինվորականների քրեական գործերով հարցաքննվել է, բայց ինքը ոչ մի գործով չի անցնում։ Ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ նաև 44-օրյայի զեկույցին է ծանոթ, բավարարված չէ Օնիկ Գասպարյանի բացատրություններից։ Այժմ էլ ասում է, հարցերը նրան շատ են, բայց դրանց պատասխանն ըստ Աբրահամյանի պետք է հրապարակային տրվի։ Առնվազն մի քանի կարևոր հարց ինքն ունի անգամ զեկույցին ծանոթանալուց հետո։ Առաջինը, ինչու զորքերը ժամանակին չեն բերվել մարտական պատրաստության ամենաբարձր վիճակի։ Երկրորդը, ինչու պատերազմական վիճակում զորակոչը համապատասխան պլաններով չի իրականացվել։ Երրորդը շատ կարևոր կնու, որպեսզի Օնիկ Գասպարյանը որպես քաղաքական որոշումների, չասեմ վճռական, բայց որոշակի նաև մասնակից ասի, թե ինչ է եղել պատերազմի ընթացքում, ռուսական կողմից ինչ առաջարկներ են ներկայացվել, ո՞րն է եղել իր մոտեցումը եւ արդյոք հնարավորություն տեսել է պատերազմը կանգնեցնելով։ Իհարկե սրա որոշումը քաղաքական իշխանությանն է պատկանում, բայց Օնիկ Գասպարյանը այդ ժամանակահատվածում մեծ թվով փոքր ֆորմատի քննարկումների, խորհրդակցությունների է որոշել, որի հիման վրա նաեւ քաղաքական որոշումներ են կայացվել եւ Օնիկ Գասպարյանը այստեղ բնականաբար ասելիք ունեն։ 2020-ի պատերազմից ուղիղ 1 շաբաթ անց այն ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գասպարյանը հայտարարել էր, թե պատերազմի 4-րդ օրը զեկուցել է իրավիճակն ու ասել, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր ամիսներ անց հերքելով Գասպարյանի ասածները։ Այդ ժամանակ բանակի ղեկավարությունը Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջում էր վարչապետի հրաժարականը, համարելով, որ մեջբերեմ նա ի վիճակի չի ընդունելու ադեկվատ որոշումներ, երկիրն էլ հասցրել է կործանման եզրին։ Այս գնահատականներից մոտ 2 շաբաթ անց Օնիկ Գասպարյանը դատարանում վիճարկում էր իրեն պաշտոնից ազատելու Փաշինյանի որոշումը։